Շուտ ես չեմ հասկանում, կյանքում կարելի է մի անգամ նորմալ ռեպորտաժ վեկալել։ Սուրենիչ նորմալ ռեպորտաժ է։ Մարդ, որ ապրել է 120 տարի։ Չիմանանք պատճառն ինչ է, որ ապրել է 120 տարի։ Աշոտ մի րոպե։ Նորմալ մարդը 120 տարի ապրում է, ինչքան է ապրում նորմալ մարդը։ Դե մի 80 տարի։ Ուրեմն 120 տարի ապրող մարդը նորմալ մարդ չի, չէ՞։ Աննորմալ է։ Իսկ աննորմալ մարդու մասին ռեպորտաժը դա աննորմալ ռեպորտաժ է, Աշոտ։ Լավ, Սուրենիչ մի ջղայնացի։ Կգտնենք։ Հապա ծուրա լավ ինքը կգտնենք, որ կոնգոն է գնանք։ Հենկոմ, մի տես։ Սպասի, հենց սպասի։ Հենա։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, նորից եթերում է մեր Տիբետ օ ինչ լավն է Տիբետ հաղորդումը։ Հետաքրքիրը այն է, որ Ներսես Պապին արդեն 120 տարեկան է։ Հասկանում եք 120 տարի, ի՞նչն է նրա երկարակեցության գաղտնիքը։ Մի երկու հարց տանք պարզենք։ Ներսես Պապի, երևի թե դուք ընդհանրապես կյանքում չեք ծխել։ Ծխել եմ, մինչև հիմա էլ ծխում եմ հեսա։ Այդ դեպքում երևի ընդհանրապես չեք խմել կյանքում։ Օրը լիտրերով խմում եմ ամեն օր։ Միգուցե նա աղջիկների հետ ոչ մի կապ չունեցել։ Ներսես Պապի, իսկ աղջիկների հետ ո՞նց եք եղել։ Միշտ շատ լավ։ Սրանից մի 40 տարի առաջ գնացին Գելենջիկ, օրը 4 հատ աղջիկ ենք ստորացնում։ Երևի նա զբաղվում է մարմնամարզությամբ, դուք զբաղվում եք մարմնամարզությամբ։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Մի հատ անջատ է էլի։ Ներսես Պապի, ես որ ձեզ այդ հարցը տալիս եմ, ասում եմ ինչ որ մի հատ հարց եմ տալիս, սրանից է, նրանից է, ասում եք ոչ, ռեպորտաժի իմաստը կորցնում է։ Կամ մի բան ասեք այո, կամ ինչ որ պատճառ ասեք, ինչ որ պատճառ կա, որ դուք 120 տարեկան եք դառել։ Այո, Կա այդ պատճառը։ այո։ Այդ Չէ, մի ասեք հիմա Ներսես Պապի, ես կասեմ մատո, վերջը սկսենք, բան կանենք։ Ներսես Պապի, ինչու՞մն է ձեր երկարակեցության գաղտնիքը։ ասեմ, ես ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ վիճում։ Բայց դա հնարավոր չի, Ներսես Պապի։ Մի օր մեկի հետ կվիճեք, դա հնարավոր չի, Ներսես Պապի։ Ճիշտ է։ Այդ հնարավոր չի։